Ճանապարհ հասնելը մեր բաժնա։ Եղան նաև ավելի թեժ թեմաներ։ Սրտոք լավ կլի։ Քոչարյանը գնաց մեկի Պետրոսի մոտ։ Զուքանչեր քո Մերսեդեսի մեջ զորն է։ Ղազարյանս այկի դու արեց։ Բարև ձեզ, եթերում նախավերջին արմկոմիդին է ընտրություններից առաջ, բայց արդեն վերջինը մեր նախընտրական վակցինացիա ստենդափից առաջ, նենց որ ձերք բերեք տոմսերը, որ հանդիպենք։ Այս հաղորդման համար նայվել են 1000 ժամ լուրեր, մի քանի 17 միլիոն ժամանոց դեբատներ, եւ եթե երբևէ եղել է պահ, որ պետք էր մեզ մերսի ասել միանալով Patreon-ին, այդ պահը մինիմում հիմա է։ Այդքան բաներ ենք նայում, մեզ հաճախ հարցնում են տղաներ, բա որն է ձեր ամուր նյարդերի գաղտնիքը։ Ասեմ, բացեմ այդ գաղտնիքը։ Մեր նյարդերը հավաքված են GTB ստիլի արմատուրաների վրա, որոնք ձուլվել են Արարատում, մենք հետո այդ արմատուրաները տարել ենք նևրապաթոլոգի մոտ, ով մեր նյարդերը դարձրել է արմատուրա GTB-ա հեն։ Վյազալնի պրովոդով, մի խոսքով հասկացաք, սկսեցինք։ Եվ այսպես եկավ երկար սպասված ամառը ու հիմա ընկերական հանդիպումները շատանալու են։ Ու դրա լավագույն տարբերակը, որպեսզի այդ հիշարժան պահերը հիշվեն, մի բաժակ գինու շուրջ ընկերների հետ հավաքվելն է։ Այ օրինակ մեր տրամադրության գործընկեր Վեդի ալկոյի գինիները կատարյալ տարբերակ են։ Կարող եք ընտրել ձեր տրամադրությանը համապատասխան համ։ Վեդի ալկո լավագույն համերը շարունակվում են։ Եվ այսպես դες բերենք թեժագույն բանավեճ դեբատներ արա 4 ժամ 20 րոպե ես մարաթոնը ավելի արագ եմ վազում այս ուղակի լսեցնելու կարգով բայց առանց խոճապ մենք նայել ենք որ դուք չնայեք Մասնակիցները եկել են պատրաստված իսկ ոմանք չափազանց պատրաստված Բանապետյանից ձեր դիմացի վեդրոն ինչի համար է Սա պոպկորն է ես երեկվա բանավեճի տպավորությամբ եմ եկել ինձ թվում է ընթացքում պետք կգա Քաղաքացիներին եւս խորհուրդ եմ տալի պոպկորն սարքեք հետևեք։ Աշեն չգիտեմ որտեղից է Միքայելը ճարել պոպկորն, որտեղ ընտրությունների շեմին երկրում ռազմավարական պաշարները պոպկորնի սպառվել են, մի մանեկանք չգտանք։ Մասնակիցները եկել են շատ պատրաստված լուրջ դեմքով ասելու sense բաներ։ Ուժեղ Հայաստան դաշինքին արդեն իսկ աջակցություն են հայտնել Հայաստանի քաղաքական կյանքում մեծ ակտիվություն ցուցաբերող քաղաքական 4 կուսակցություններ Էդգար ջան, գիտեք դες ինչքան եմ սիրում դուք Ղազարյան versus Ղազարանի իմ ամենա սիրած Ղազարյանն եք, բայց հələ ապրելու երկիրը հայակվեն ինչ որտեղ հասկացանք, բայց լուրջ դեմքով ասել, որ միավորված հայերը ու նոր դարաշրջանը առանց փրկալու դա ասել, Հայաստանի քաղաքական կյանքում շուտ ակտիվություն են դրսևորում, դա մի քիչ too much է, էլի։ Բայց ամենաբարդ աշխատանքը այդ օրը ջարդվեց ոչ Պետրոսի, ոչ էլ Տաթևիկի, Տաթևիկ թե անունը։ Տաթևի։ Okay, ոչ էլ տեխնացուների վրա, այլ սուրդո թարգմանչուհու վրա։ Հրմիած զգացեք սա։ Մենք այդ ուժերի հետ անելիք չենք կարող ունենալ ոչ մի դեպքում։ Հետևաբար ռոբադաշնակցական, տապանի բնակիչներ, խոպան Հայաստանը որպես խոպան օգտագործող օլիգարխների թիմերի հետ, հայկոների։ Մի րոպե, խոպանը դե էդի հələ հասկացանք, բայց ռոբա դաշնակցականը էս էր, հա? Կարող է հակառակը, սա էր ռոբա դաշնակցականը, իսկ խոպանը սա էր, իսկ սերժականը երևի կլներ Էդ ինչ է նշանակում։ Նշանակում է Նիկոլը ճիշտ է, իսկ ես սխալվեցի։ Լավ, բա հայկոները, ոնց են ասում հայկոները։ Հայաստանը որպես խոպան օգտագործող օլիգարխների թիմերի հետ, հայկոների։ Այսինքն հայկոները սուրդո թարգմանաբար էդի էսա։ Okay, անցնենք ավելի սուր եւ լարված մասի, որոնք շատ էին։ Այո, առաջինը լեզվամարդ, լեզվական MMA-ի մտան Սասնա ծռերը ու ԿՊ-ն։ Դա իրավիճակը Դավաճան է եւ Ես խնդրում եմ հարգելի հաղորդավարներ դավաճան բառը այնուամենայնիվ վիրավորանք է մենք եթե վիրավորանք չի դավաճանը դուք եք եւ այն մարդիկ ովքեր ոստիկաններ են սպանել ձեր Վարուժան ավետիսյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի սպանելու համար եւ այդտեղ որևիցե քաղաքական բան չի Դե բայց հետո այդ խմբավորման մեծ մասի, բացի երկու հոգուց բոլորի խափանման միջոցը փոխվեց ու մորոք
Ալեն Սիմոնյանը վերջապես սփռեց Լուիսային հարցի վրա, որը տանջում էր բոլորին, թե ինչու ԿՊ-ի նախընտրական բուկլետի վրա Հայաստան-Արցախով էր։ 30 վայրկյան խնդրում ենք պատասխան։ Այս ձեր հրապարակած քարտեզն է։ Ասեք իզ 20 թվականի ձեր հրապարակած քարտեզը Ղարաբաղը մեջ։ Այստեղ 42000 մի րոպե։ Հայաստանի Լսեք, Հանրապետությունը խնդրում եմ։ Հայաստանի 42000 կիլոմետր ձեզ տվել ենք։ Հայաստանի Լևոն Տեր-Պետրոսյան ձեզ տվել է 42000 կիլոմետր։ Ախնդե գից կա։ Ուրիշ չորտաչկա ես։ Ուղղակի մարդիկ, որ նայում էին, թեև որ գից կար, իրանք չէին մտածում, որ հետո ասել եք, դա Ադրբեջանի տարածք է։ Իրանք вообще հակառակն են մտածում, երբ որ էդի տեսնում էին ձեր նախընտրական բուկլետի վրա։ Լավ, Պորնիկ բախտի բերումով 16-ն ու 17-ը ԿՊ-ն ու Հայաստան դաշինքն են, որոնք կանգնած էին իրար կողքին, ինչը մի փոքր ավելի թեժացրեց ամեն ինչ։ Այդ օրակարգ առաջին Դուք եք խոսում դրա բան, որ Ալիևը պահանջել է ու դուք չեք արել։ Օրինակ, բոլոր օրինակ, պահանջները իրականացրել ենք։ օրինակ, Հենց հիմա սահմանադրության փոփոխությունը իր պահանջով չեք ասում եք արել եք, մի հատ ասեմ, Գորիս Կապան ճանապարհը, Կապան ճակատեն ճանապարհը։ դա մեր պահանջն է, դա մեր այո, մեր պահանջն է, Ճանապարհ հանձնելը մեր լսեք, պահանջն է։ ճանապարհ հանձնել չի, դա սահման վերհանել է։ Գորիս Կապան ճանապարհը Աննա էդի ջան, եք Տիկին Գրիգորյան ջան, What? Հələ մի րոպե, էլի ինչքան ես հիշում եմ, Գորիս ճանապարհի վրա ադրբեջանցիները կողքը եկան, ձեզ չորով կանգնեցին։ Հետո ԱԱԾ-ն ինչ որ մի հատ հերախոսահամար էր տածում, որ եթե խնդիր ունենաք ադրբեջանցիների հետ, զանգեք այդ համարով։ Գիտեմ, շատ խնդալու է հնչում, բայց եղել է այդ ամեն ինչը։ Ինչից հետո մի բան նույնիսկ ասում են, որ ուղեկցում են ինչ որ մեքենաներ, որտեղ անցնում են, հիմա բարձրացնում որ այդ սա մեր պահանջն էր։ Ու այն պահին, երբ ԿՊ-ին կարծես շատ էին քննադատում, օգնության էր հասնում Զապաս ԿՊ-ն, նույն ինքը Հանրապետություն կուսակցությունը։ Մարությանի տեխնացուի ասացին հետ սխալ կադրերի հարցում, որովհետև ձեր սխալ կադրերի լավագույն օրինակը Հայկոն է, որին բերեցիք, դրեցիք քաղաքապետ, սարքեցիք քաղաքապետ։ Եվ հենց ձեր սխալ կադրերի արդյունքում են, որ իրանք այսօր քաղաքական ուժեր են դարել ու սկսել են Տակից Քոչարյանին փորձում են վերել իշխանության, թե Հայկոն, թե Քոչարյանի Անդոն, թե Խոպանից եկած օլիգարխը, թե Թաթոյանները, մյուսը հերթով չտա մնացած անները գրեթե մեծ մասը։ Հարգանքներից հավաստիկը Սուրդո թարգմանչուհուն ով շատ հմուտ ցույց տվեց Քոչարյանին տակից բերել ֆրազը։ Իսկ Թաթոյանին ոնց է ցույց տալի տնած։ Թաթոյանը ամենահեշտն է։ Չէ, ամենադժվարը Քոչարի կուսակցություն ցույց տալը։ Դրա համար երկու սուրդո թարգմանչապետ, դրա համար ու վերջում ազգի զարթոնք, որտեղ նաև վերջում, ոչ թե վերջում ինչ ուղղակի գնաց նաև քննարկումը 300,000 ադրբեջանցու գալու մասին։ Մանրանք այդ հարցը չեն բարձրացնում, այսինքն նրանք մարդ չեն, բնականաբար այդ տրոլինգը, այսինքն նա ցույց է տալի հետեւյալը, այստեղ աղմուկա բարձրացում, ասում է, ահա տեսեք բոլոր հայերը դաշնակ են։ Հմայակ Հովանիսյանը գիտի trolling բառը։ Ինչի՞ չպետք է իմանա երիտասարդ խոստումներից գործիչը մի հատ սպիտակ մաս չկա, վրինի տարբերություն քեզ։ Պրինցիպի հա, իդեպ է թրենդերից այդ ժամանակակից այդ մեմերից բանից հետ չի ընկնում նաև ուժեղ Հայաստանը։ 6-7 Թրենդը շատ ակտուալ է, բայց դες 4 ժամակ չեն ասում 6-7, ասում են 6-7։ Այդ ոնց որ Քոչարյանը այդ իր Դուա Լիպա լսելը ու ոչ միայն լսելը։ Իդեպ վատ լուր Քոչարյանի համար Դուա Լիպան ամուսնացել է ու ոչ միայն ամուսնացել։ Բա էլ ինչ արա։ Չգիտեմ, մտքումս ավելի լավ էր հնչում։ Ոչ մի open relationship չի իրանց։ Հասկացանք։ Վերադառնանք 300,000 ադրբեջան լավ չի հնչում էլի։ Մի խոսքով հասկացաք։ ձեր հարցին եմ պատասխան, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի քննարկում նման բանի մասին չի եղել։ Ադրբեջանական կողմը, ինչպես նաև մենք բազմաթիվ անգամ ասում ենք մեր վերադարձի մասին, խոսում ենք նույն բանը հայլային անում է, բայց որ թողեք վերջացնեմ, ոչ մի փաստաթղթի մեջ, ոչ մի քննարկման մեջ, Որ ասպեք ընտենես պարզապես զրույց։ Ստում եք դուք։ Ինչու՞մն եմ ես ստում։ Ժողովուրդ բացեք նայեք ինչ հնչեցրել է։ Արնաբովյան Բացեք ստուգեք։ Պարոն Աբովյան, չէ՞ Ձեր ձայնը հիմա կտրենք Ես մի բան ասեմ։
ասեմ, դուք Popcorn կեր, Միքայել ջան, դրա համար են այնտեղ դրել։ Ну, в общем, ԿՊ-ն սուխոյ отказа ալնում, որ որևէ 300,000 ադրբեջանցի գալու է այստեղ։ Դեք հիմա շատ անկեղծ եմ։ Ես կուզեի այս պնդմանը sense դախած հավատալ, շատ կուզեի։ Բայց ունեմ հիշողություն, օրինակ հիշում եմ ձեր փոխարտգործնախարարի գրառումը, որ գրել էր Բերլենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ ու չի ստացվում տես դախած հավատալ էլի։ Գրքերը բանավեճին չէին հանդարտվում ու ես вообще զարմանում եմ, որ Տոմսեր չէին վաճառում դրա համար։ Ի տարբերություն նախընտրական լավ placement-եր։ մենք մեր խոսքի համար պետք է անդադ պայքար մղենք։ Ասենք տեստոստերոնային նոպաների մեջ ներողություն բարերիս համար գտնվող տղամարդկանց հետ։ Շարունակում եմ հիանալ սուրդո դարգմանչու աշխատանքով, որտեվ տեստեստերոնային նոպան սրանից լավ անհնար էր։ Եթե կա որևէ մեկը, որ իրոք արժանի ապարքեվճարի, մենք իրան գտանք։ Բայց ամեն ինչ խոսածնենք նախկիններ, գորիսկապանդություն, հին թեմաներ։ Ապագայից վերջապես ջուր ծրագրային խոսակցություն լինելու է 4 ժամվա մեջ։ Զավեշտը այն է, որ այսքան տարիներ հետո մարդիկ դեռ կարողանում են շահարկել նա, որ մեղրին հանձնվում էր։ Դուք մեղրին վերջին անգամ երբ եք եղել։ Մի քանի օր առաջ եմ եղել։ Մեղրին իր տեղումա հերիքա այսքան շահարկեք։ Մեղրին իր տեղումա, որտեղ Ռոբերտ Քոչարյանի օրոք Վազգեն Սարգսյանը եւ Դեմիրճյանը սպանվեցին։ Այո, Վազգենի շնորհիվ է մեղրին տեղում, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը բանակցում է մեղրին հանձնելու համար։ Հասկանալի է։ Իգորացեք, մի րոպե։ Եվ ասեք, այս վերջերս, Տիկին Գրիգորյան։ Ապեր ինչ եղավ են պոպկորնը։ Հա, էլի սաղ առել եք, մեզ բան չմնաց։ Այդպես պատկերացնում եք։ Պարոն Ղազարյան, մի րոպե, լսեք մի բան։ Երբ որ դուք զուգահեռ գոռում եք, Okay, պրոստը պետք է կամայական որոշում կայացնենք, թողնենք այս բանավեճը, անցնենք մեկ այլ բանավեճի, որը էլի հմեկով էր, մի օր ավելի շուտ էր, բայց ոչ պակաս պայթյունավտանգ էր։ Ստեղ որոշակի զրույց ապագայի մասին կար, խոսում են զենքերից, հոբ համակարգերից եւ Այլ ընտրանքը հետևյալն է, որ եթե Ռուսաստանի հետ համատեղ հոբ պայմանագիր ունես, քեզ մնացած պետությունները չեն վաճառի հոբ զենքեր ժամանակակից։ Շնորհանդեսին կային հոբ համակարգեր։ Պատրոն կար։ Չկար, բայց ուրիշը կար։ Ուրիշը պատրոնին հավասար զենք չի։ Մենք պատրոնին հավասար զենքեր ենք ուզում գնել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը ապահովելու համար։ Պատրիոնը դա այն զենքն է, որը տալիս են մեզ, մեր պատրիոնին միացած հետևորդները, իդեպով չի միացել հենց հիմա դա կարող եք անել։ Իսկ պատրիոտը դա այն զենքն է, որի անվանումը մինիմում լավ կլիմանալ նախքան հմեկով լուրջ դեմքով, որպես անվտանգության փորձագետ հանդես գալը։ Եղան նաև ավելի թեժ թեմաներ։ Ռազմավարությունը մինչև հասանք։ Ռազմավարությունը գրում եք հետո։ Բույ են անելու։ Երբ որ մենք ռազմավարություն Գիտեք, մարդկա սատկած առիթի վրա է նկարվում, մարդը կա սատկած առիթի դերում է լինում։ Մարդը սատկած առիթ հետնող է, դերում չլինել։ Մարդկա Հեք, սատկած առյուծ, սատկած խոզ, իդեպ եթե ինչ-որ մեկը կոմենտում գրուլա բախի ցույց չտվի, ինձ թվում է YouTube-ը պետք է փակի տենց բաները, զարմանում եմ, որ ուրիշ տեղ չի փակել։ Ինչևէ, այդ սատկած կենթայիները ոչ մեկին ոչ մի PR միավորներ չեն բերում, մի արեք դա։ Ալեքսանյանը շարունակում էր էսկալացնել իրավիճակը։ Ընդամենը դեպուտատ է, չէ՞, այդպես գիտեմ, թե խառնում են։ Պարոն Սուրենյանց, նա ընդամենը չի կարելի ասել ցանկացած մի պաշտոնի, որը քաղաքացին զբաղեցնում է Դերևիտ Նիկոլը տեղավորել է ջեբը, յանի ինչ տարբերություն ինչ։ Պարոն Սուրենյանց, կարող է հանկարծ ձեր Սարուկյան Գագիկին ցալեմ, դնեմ ձեր ջեբը ու ձեզ ուղարկեմ Ռոբերտ Քոչարյանի մոտ։ Ուրեմն ձեզ հավատք եք, պարոն Սուրենյան։ Լավ։ Հիմա, մարդիկ ձեզ լսում են, եկեք չապի մեջ, առանց վիրավորելու։ Ձեզ Սարուկյան Գագիկի ձերքը իրարետ կգնա ջուր կգնա։ Օյ, Գագոձյայի հետևից է գնում լուրջ։ Բայց ըստ օթում ժամանակին կախված եղած լուրերի, ինչ որ պահի Ալեքսանյանը Բարգավաճի աջակից կամ համակիր չէր։ Դե ախր հենց այս պահերն են, այս storyline-ներն են, որ այս դեբատները այդքան հետաքրքիր են դարձնում, ու գրքին հեգնանքի բերումով ԿՊ-ի կողքը կանգնած էր այս անգամ ուժեղ Հայաստանը։ Անվտանգությունը ապահովում է նախ եւ առաջ ուժեղ ղեկավարով, ոչ թե այնպիսի ղեկավարով, որը որ բերում է երեք պատերազմ, որը որ բերում է զոհեր, որը որ բերում է տարածքային
Իսկ ուժեղ ղեկավարը պարտավոր։ Պարոն Ալեքսանյան, Հաղթարշավ բառը Հաղթարշավ բառը կարա արտասան ինձ ղեկավար։ Պարոն Ալեքսանյան, ընթացքը խանգարում է։ Ապրեք, շարունակեք ասել։ Ես ձեր առաջնորդի պես լեզվական խնդիրներ չունեմ, ես Բոլորին դեմը չկա։ Եթե դժվար չի։ Այդ պատկերացնող Պարոն Ալեքսանյան, մի րոպե, լսեք մի բան։ Երբ որ դուք զուգահեռ գոռում եք, Մերսի։ Հա, ինչ որ պահի թեման անխուսափելիորեն մոտեցավ Վահագն Ալեքսանյանի անդրավարտիկի հիմնահարցին։ Ինչի անխուսափելիորեն։ Որտեվ ամեն անգամ որ կա Վահագն Ալեքսանյանը, ու խոսքը գնում է բանակից, խոսում ենք իր ասենք անդրավարտիկից։ Երբ որ դուք խոսում եք նախկիներից, ու մինչ այդ էլ խոսում եք թալանված բանակի մասին, գնացեք հարցրեք նախկին պաշտպանության փոխնախարար Անդրանիկ Քոչարյանից, որը որ ձեր թիմում է, նախկին պաշտպանության նախարարության թիկունքի Գագիկ Մելքոնյանից, որը որ ձեր թիմում է։ Իրանք շատ ավելի լավ պատասխաններ կտան, շատ կներեք ձեր անդրավարտիկի հետ կապված խնդիրներին, որ դուք անընդհատ բարձրաձայնում եք։ Այնպես որ հասունքին եք, իմ անդրավարտիկի հետ գործ չունեք, Առնվազն ինձ հաճելի չի, որ դուք ինձ անդրավարտիկի հետ գործ ունեք։ Առնվազն հազար Մուրազին կոնկրետ բացել է, որ թեման գնաց է Իսկ հիմա մտքում դուք եւ մտածում եք, իսկ ինչ որ պահի վերջապես կանցնեն քֆուրի։ Ինչ մի բրիս թեմա է, դի Սերգեյ։ Մենք չէ, դեբատյալները։ Հա, կներեք, 1000 ներողություն։ Չի խոսում ա հարցը տալի։ Ինչ հարցը տալի, Համի որ ասեմ դուք լավ կլինի։ Պարոն Սուրենյանց, լավ, դուք հանրային հեռուստաընկերության եթերն եք, դադարեցրեք խնդրում։ Պարոն Սուրենյանց, դուք հիմա բոլորի ներկայությամբ հայհոյում եք, խնդրում եմ դադարեցրեք սա։ Վերջում բարեբախտաբար խոսակցությունը վսյոտտեքի մոտեցավ, ինչ որ ես կասեի էքսպերտային փուլի։ Սկսեցին քննարկել, որ արկը կմտներ որ զինատեսակի մեջ, եթե լավ կողես։ Արկեր են լինում եւ դրանք օգտագործում ես սխալ հրանոթի հետ, այն ավելի շուտ մաշվում է եւ այն Սիրելի քաղաքացի, 155 մմ-անոց արկը 150 մմ-անոց հրանոց հետ չի մտնում։ Ուղղակի չի մտնում։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ուժեղ Հայաստան կուսակցության պատրաստվածության մասին, նրանց պաշտպանության նախարարի տեխնացուի մասին։ Իսկ ինչ վերաբերվում է ավելի լուրջ բաների մասին, սիրելի քաղաքացի։ That's what she said, մտածում են Բորիս Մուրազին եւ Սուրենյանցը լսելով մտնել չմտնելը։ Հա, օքեյ, դա մի քիչ խնդալու էր, պետք է բանանք, բայց դեբատները ոնց որ թե մտան արդեն Արա դե սպասելի, բայց այդ բանը իրոք շատ մեծ բլթոց էր, բայց կար որ խնդալու ձևակերպել, սա ջրվեց, հա։ Բայց եթե գալիս է որպես փորձագետ, ու ինչ ասես շատ տարօրինակ նախարարի։ Հա դե ոնց պետք է դեռ փաստել, որ այդ աղջիկը ցանկալիա երբեք չլինի պաշտպանության նախարար ոչ մի մուլտիտեզերքում։ Իսկ դեբատները վերջը մտան արդեն անհույս փուլ էս կետից։ Մի րոպե, էլի, պարոն Հայկ, երգիծական հաղորդում չի։ Վեր, հավաքեք ձեզ։ Խնդրեմ։ Նո, սենց ասեմ, Տաթև, ես կվիճեի դրա հետ, որովհետև մեր ամենառեալ մրցակցությունը այսօր դուք ու Պետրոսն եք։ Իսկ դուք ու Պետրոսը մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում Քոչարյանը գալիս է ձեր Պետրոսի մոտ։ Իսկ ինչ եղավ հետո երկրորդ մասում։ Արդեն այս 5 շաբթի ամսի 4-ին հանդիպում ենք մամուլի շենքում վերջին նախընտրական վակցինացիային։ Մենք դուրս ենք գալու բեմ, իսկ ինչ կլինի հետո շատ հուզիչ է, որտեվ այն քիմիան, որ դուք մենք իրար հետ կողնանք, դա ոնց որ Քոչարյան դուալիպա կլինի այդ օրը։ Ինը գնացի դալիճն եմ, սենց կայֆ, ասես բոլորս ասես մի օրգանիզմ եք դառնալու։ Դուալիպա։
Եվ այսպես Քոչարյանը գնաց մեկի Պետրոսի մոտ, իսկ ինչ եղավ հետո շատ հուզիչ էր։ Ոստեղ իրականում դատելով Facebook-ից կա երկու կարծիք։ Քոչարյանը շատ սոլիդ ձևով պետական գործ չին վայել ձևով շատ լավ դուրս եկավ բոլոր հարցերի տակից, ու մյուսը ոչ մի հարցի տակից դուրս չեկավ։ Вообще հիմա բանավիճելու իմաստ չկա, որտեղ բոլորը իրենց կարծիքները որոշել են, եւ ոչ մի բանի մեջ խորանալու իմաստ չկա։ Օրինակ Քոչարյանին ամենաուժեղը քննադատեց այս անուշ աղբերը։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր նման ապոլիտիկ անձն է 1998-ից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ձեր նման անձնակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։ Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։ Գժվում են, որ Աշոտյան ընդդիմության պորտը տեղն է դնում Նիկոլի ընտրություններից մի քանի օր առաջ։ Բայց առաջինը Քոչարյանը սկսեց, Առաջինը Քոչարյանի։ Եվ այսպես սկզբից Իրիկուն էր, հրակարմիր մի Իրիկուն, Պետրոսը մայր էր մտնում արևմուտքում եւ եկավ Քոչարյանը։ Չէ, նախ իրան այնտեղ դիմավորեցին շատ ճոխ Պետրոսի կաբինետում առնվազն 37 հոգու հաշվարկով տորտ էին արել, մի հոգի էր գալիս ու ձմեր ով է մայիսին ձմերուկ հյուրասիրում, այդ ոնց որ ուզենաս տորպեդա հարես ինչ որ ձև քարոզարշավը։ Հետո մտավ ստուդիա Քոչարյանը գրկած լավագույն տրամադրությունը։ Երեք ռազմական շքերթ էր, ինչպես են ձեր տպավորությունները։ Խառը մի հայտնի բան կա, որ խառը զգացողությունը որն է, որ քո զուքանչը, քո Մերսեդեսի մեջ զորն է ընկնում։ Մի կողմի։ Okay, Պետրոսը ոնց որ ակնհայտորեն չհասկացավ անեկդոտը։ Մերսեդեսը, որ ընկնում է ձոր, դա շատ վատ է։ Իսկ երբ կնոջ մայրը մեջն է ալնում, դա շատ հաճելի է։ Սենց ես որ պատմում եմ իհարկե այդքան խնդալու չի ինչու, բայց ինքը շատ խնդալու անեկդոտ է։ Որտեղ մեռնում է այդ դեմոկրատիայի համար է։ Մեռնում է, հասկանում եք, Մերսեդեսը ջարդվում է, բայց ատո կինը մեռնում է, որտեղ են փորձը 6-7։ Ինչ որ բան կարար դոնագներ, դա ես հարցազրույցն է, առաջի իսկ րոպեից, բայց չէ, ոնց որ հետո տենց շարունակվեց սոտի հարցազրույցը։ Okay. Շարունակենք։ Պետրոսը հիշեցրեց նրան ամեն ինչ ու ամեն ինչի հետևում ոնց որ զգացվեցին Սերժի ականջները, այ օրինակ կեղծված ընտրությունների պահը։ Եղել են թերություններ, բայց այդ թերությունները չեն կարող ազդել վերջնական արդյունքների վրա։ Այն ինչ ասում եք, դա այն քարոզությունն է, որը բավական երկար ժամանակ իմիջիալոց պաշտոնը լքելուց հետո հետևական ձևով տարածվում է։ Դե հիմի ոնց չկատաղի Աշոտյանը բռնեց եւ ընտրությունները կեղծելու այդ միֆը գցեց Սերժի ջեբը։ Մի վարքան, հասնոր Քոչարյանը ժամանակ բյուրեղյա թափանցիկ ընտրություններ եղել, իսկ հետո Սերժը սկսել է կեղծել, հա։ Չէ, իրականում երկուսն էլ կեղծել են, բայց Քոչարյանը գոնե չի գցել Սերժի ջեբը։ Քոչարյանը Սերժի ջեբը մենակ մարտի մեկն է գցել։ Միոպե, իսկ Նիկոլենց դեմ ինչ որ բան ասվելու, հա։ Այ ֆեոդալ ընտրակեղծարարներին գցեցին Նիկոլի ջեբը։ Սենց ֆեոդալական մի համակարգ կար Հայաստանում, որը միանգամից ջարդելը իսկապես դժվար էր։ Եվ այդ մշակույթը չկար։ Նաև մարդկանց պատկերացումներն էլ ժամանակի մեջ փոխում էր։ Բայց այդ ֆեոդալները ձեր օգտին էին քվեարկում, չէ՞ լցոնում։ Իսկ հիմա այդ ֆեոդալները ում օգտին են անում։ Խի ֆեո fucking դալները դեռ կան, արա ուխի, Քոչարյանը այդքան հեշտ ընկնում Պետրոսի թակարդը։ Ընտրությունները իհարկե չէին կեղծում իմ ժամանակ, բայց այդ նույն ընտրությունները կեղծողները հիմա կեղծում են Նիկոլի համար։ Բայց չմոռանանք ինչի համար են հավաքվել եւ այսպես Սերժ, որպես ամեն չարիքի արմատ։ Սերժը ծիգրակում է բոլոր մեղադրանքների հետևում։ Դուք որտեղից գիտեք, թե Արմեն Գևորգյանի այդ գումարները ձևավորվել են մինչև 2008 թիվը, թե 2008-ից մինչև 18 թիվը։ Արա ոնց է դզում այդ միլիոնները, որ փորձում են հիմա քերել նախկիններից, Սերժի վախտ են կուտակվել, նույն Արմեն Գևորգյանը, գիտես, որ Քոչարյանի ժամանակ դերբիով զգուշոնկա էր ուտում։ Թերսնված անձնավորություն էր, այ Սերժի ժամանակ թրփոշացավ եւ նոր դարավ նախկինազավր։ Մյուս նուրբ թեման, ինչի էր Քոչարյանի ընկերը զենք վաճառում Ադրբեջանին։ Ես իհարկե զգում եմ ով է մեղավոր, բայց բարձրաձայն չեմ ասի, փոխային ուղակի ստեղ կգրեմ։ Վարքյան։ Ցույց չտաս, հետո կգնանք։ Այդպիսի զենքի վաճառք չի եղել, հաստատ։ Ես պաշտոնը թողել եմ 2008 թվական
թվականին, ապրիլի 9-ին։ Սա մեկ։ Ուրիշների ժամանակվա, այսպես ասենք, խնդիրները մի կախեք իմ վրա։ Բում! Սերժը եկավ եւ ապերը նոր սկսեց զենքը վաճառել թշնամուն։ Դե հիմա ոնց չարձագանքի ապերը։ Դուք չարի կրողն եք, ու չարի վերջը միայն ձեզանով դնել չեք կարող։ Դուք անցյալի ուրվականն եք, որ կոմունիզմի ուրվականի նման ապագա չունի։ Աշոտյան Ռազբուշևաուսը։ Okay, կարճ ասեմ իմ կարծիքը, ինձ թվում է բավական լավ դուրս եկավ Քոչարյանը հարցերի տակից, բայց մի հատ նյուանս կար, որը ինձ ափերից հանեց, բայց ոչ Աշոտյանին։ Այդ ի՞նչն է հունից հանել Սերգեյին եւ Աշոտյանին։ Արա Աշոտյանին հունից չի հանել, սա մենակ ինձ է հունից հանել։ Ռուսաստանին պաշտպանելու մի հատ մոմենտ կար։ Այդ հայտարարությունը որևէ կերպ չի սահմանել խաղապահ ուժերի լիազորությունները։ Կարող են զենք կիրառել, չեն կարող, ինչ պիտի անեն, ոնց պիտի անեն։ Չկար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշում։ Հա, չկար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումը, որտեղ ինչպես գիտեք, Ռուսաստանը առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման երբեք ոչ բան չի արում, ոչ Ղրիմն այնքը վերցրել առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման, ոչ Դոնբասն ակերել հիմնականում, ոչ էլ Վրաստանը թեթև մեջ պղծել առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի fucking որոշման։ Ու նույնը Փարուխի հետ կապված, այնտեղ Ռուսաստանը ուղղակի պետքա ցույց տար, որպես կայսրություն, ուժեղ տղա, նրանք կարող են իրենց խոսքը պահել, թե պետք է սպասեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ինչ որոշման։ Մի խոսքով ավելի շատ Disneyland-ոտ խաղապաններ էին ռուսները բերել մեր մոտ։ Լավ, ու ամենակարևոր եզրահանգում երևի, համիշտ Սերժի հետ ոնց որ այդքան լավ չեն, հա։ Մեզ միշտ բան էին, չէ, դիտում էին, որ մենք միասին ենք, ես ուզում էի այդ սիգնալ ուղարկել մարդկանց, որ այս հարցերում ես չեմ կիսում իր մոտեցումները։ Սա է։ Եվ իմ գրքում իմիջիալուց եւս դրա մասին գրել եմ այդ ամբողջ process-ը, ասենց իրարից հեռանալու ինչպես կատարած։ Գիրքը կարդացել եմ, ամեն ինչ հասկացել եմ։ Իսկով չի կարդացել, չի էլ հասկանում ու նեղվում է հիմա կոնտեքստը։ Կա տենց մարդ։ Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք եւ հետո գնացեք նաեւ դուք։ Վաղուց էր պետք։ Ciao, Mr. Second President։ Համ չի սիրում, համ ուզում է որ հեռանա, համ էլ խնդրում է, բայց մինչև հեռանալ է մի հատ Նիկոլի վերջնել կտակ, ոնց հետո նոր գնացեք։ Այդ ընթացքում Նիկոլը դարձել է YouTube-ի մոնետիզացիայի զոհ։ Ոնց։ Իր համար կինո էր նայում, մեկը YouTube-ը բերեց ուժեղ Հայաստանի գովազդը։ Իմ մոտ էլ հակառակը կինոնայերս Նիկոլենց գովազդն է բերում։ Այն ընտրություններ 2026-ին ընտրում եք համար 16-ին։ Եմ ոնց բան ասի։ Գրանդ Կենտի շատ եմ սիրում այդ։ Հենց տես ձենով 16-ին։ Ինչ որ մի բան եմ նայում։ Ֆիլմ եմ նայում, մեկը գովազդ ալ։ Մի հատ կին երեխու հետ մտնում ամանկապարտեզ հայերեն։ Գովազդ ասում է երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեք բան։ Տնորենն էլ, մանկապարտեզի տնորենը, տենց կիսա ժպիտով, ասում դե գիտեք ինչ, Սաֆարովի երեխեքին ընդունել ենք, ձեր երեխեքին չեն կար։ Ես ասում եմ, այդ հոլովակը նկարողը հոգեկան հիվանդ է։ Ինչ հոլովակը։ Ստրախ կերցնող։ Կներեք, բայց էլ տեղ չունենք մանկապարտեզում։ Հենա, Սաֆարովների 3 երեխաներին ընդունեցինք, տեղերը վերջացան։ Դե գիտեք, ադրբեջանցիները հո մեզ նման չեն, որ 1 կամ 2 երեխա ունենան, այնա դնում բազմանում են արագ։ Դե հա, հոլովակա, բայց հեյ, միակ հոլովակը չի։ Ուրիշներն էլ են արել։ Չէ, էլի իրանք, բայց մի հատ ուրիշը։ Ձեր տղան հարվածել է մեր ադրբեջանցի բարեկամներին։ Հա, բայց իրենք են առաջինը հարվածել։ Սա ուղղակի ինքնապաշտպանություն էր։ Պետք չի ինքնապաշտպանվել։ Ես սպասում եմ հոլովակի, որտեղ ադրբեջանցիները բռնաբարում են Կասկադի սև կատվին, որ մեսիջը հաստատ տեղ հասնի։ Դե մարդիկ ահազանգում են, որ լուրջ է։ Ուժեղ Հայաստանը բորբոքում է 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելու թեման։ Միլի մեջլիսում ներկայացրել են ազգային ժողովում։ Համակարգում է, ֆինանսավորում է անձամբ նախագահի աշխատակազմի ղեկավարը Ադրբեջանի։ Արեգ ջան, հիշացնեմ, որ իհարկե շատ ճիշտ եք, շատ վատ է, բայց այս ամեն ինչը փաստաթղթով կստեղծվել է մինիմում 3 տարի առաջ։ Բայց դուք այդ ժամանակ օքեյ, սրա հետ Սամվել Սարգիսիչը Նիկոլի ձեռքներ սեղում քննարկում եք ինչ լավա տնտեսությունը։ Այսինքն մի մոռացեք ինչի համար եք դուք մտել քաղաքականություն, պատճառը Գարեգին Բ-ն է։
Դե հետո երևի հասկացան, որ կաթողիկոսին պաշտպանել է այդքան ձեն չի բերում, ինչքան ադրբեջանցիներով ստրախ կերցնելը։ Իսկ այդ ընթացքում հանրապետության հրապարակում մարդիկ լուրջ չեն ընդունում ուժեղ Հայաստանի բարձրացրած արտաքին վտանգները։ Հրճակել առաջին հանրապետությունը, որը հիմք հանդիսացավ նաև հետագա մեր գործող Հայաստանի հանրապետության կազմավորման համար։ Հլենա շնորհքին տղա ջան, այս մարդիկ չլնեն մի քանի տարուց մանկապարտեզները ողողվելու են թուրք երեխեքով։ Թուրք։ Կողը դրա համար են այդքան մանկապարտեզ սարքում։ Հա, սկսեց հասկանալ։ Ու սա դեռ ամենը չի, առողջապահության բարեփոխման մասին էլ իմացեք իրականությունը։ Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը, թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ռեժիմը հատուկ 35 տարի սպասեց, որ դուք ծխեք, փչացնեք թոքերը, արդեն siz վատ կուչ գաք, վերջում նոր մտցնի ապահովագրությունը։ Իսկ քոչային ժամանակ դες բան պետք չէ, որտեվ բոլորը առողջ էին։ Բայց արի վերադառնանք ուժեղ Հայաստանին։ Նիկոլականները փորձեցին բռնի ուժի օգտագործմամբ քպեացնել Էդգար Ղազարանին։ 300,000 ադրբեջանցու գալուն ընթառաջ։ Ուտես մի խոսայի մեջ։ Կապեք չլսի։ Գնացեք ձեր հրապարակը։ Խանգարում եք։ Սրանից ուզում էի մի հատ ելույթ։ Ղազարանս այկի դու արեց սիրուն, քպական չդարավ, բայց քարտեզը իրանով արեց։ Բոմ, բայց քպականները չէին հանձնվում եւ փորձում էին Ղազարանին քպացնել ու քպացնել։ Դավաճան։ Կարծես Պիեր Ռիշարը չի կողմնորոշվում, վերջը Նիկոլ Վարչապետ, թե Դավաճան։ Դեպարդիեի մանկության ընկերը կարծես գիտեր, որ այդ հարցը առաջանում է, դրա համար ձեռքով ոտքով բացատրեց։ Պարոն Դավաճան։ Հա, փաստորեն իրան նկատի ուներ, օքեյ։ Բայց դա էլ չազդեց, Էդգարը մնաց անսասան ու ստիպված գործին խառնվեց Թուլավան, որ բացատրի, որ անհնար է էլի Նիկոլին չընտրել։ Արա վարչապետը լավն է էլի ինքը։ Ով չի սիրում վարչապետին, ես մի բան կասեմ։ Իմ կարծիքով եմ ասում, ինքը դրախտ չի գնալու։ Աուֆ, ջոգում եք ինչ ստավկեք են ֆռում։ Իսկ բուն Թուլավայի շանսերը ոնց են։ Թուլավ է։ Որտեվ ես դրախտ գնալու եմ։ Բայց ես կգամ ձեր հետևից։ Գիտես ինչ 16 լավա չի կարա դեմքով սատանային այդքան նման մարդը գնա դրա ես ուղղակի ես հրաժ խիեմ փորձում գուշակել կարելի է պրոստը զանգել Աստված հայ թու լավան գալույա դրախտ թե Okay հա մերսի որտեղ մի շատ արխային օ այդ տիպի ախ Դզեց, մերսի, դրախտ չի գնալու Փողոցները այդ ընթացքում ոնց է դառնում են մի քիչ վտանգավոր դրա համար շատ կարևոր է որ բոլորս պատրաստված լինենք Եղիր պատրաստ Զուրաբյանի հետ Սիրելի ժողովուրդ, ինքնապաշտպանության հմտությունները շատ կարևոր են ցանկացած անհատի համար, բայց առավել կարևոր են պետության համար, որը պետք է կարողանա պաշտպանի իր բնակչությանը, իր քաղաքացիներին։ Նախ ես պատրաստ չէի այդքան մոտիկից տեսնել քրտնած Զուրաբյանին։ Հա, ու ինչ է, երկիրը կարատեով եք պաշտպանելու, հա։ Գեղցի է, սարա, եսի կոնգֆույա կամ տեկվանդո, կամ Գոր Վարդանի դոկանդոն։ Իդեպ, Գոր Վարդանյան Ալեն Սիմոնյան հակամարտությունը ոնց որ թե ասել է միջազգային ատյաններ։ Ոնց, где? Здравствуйте, друзья. Меня зовут Рустам Фатихович. Хотел бы обратиться к спикеру парламента Армении. Почему, с ваших слов, Гор Вартанян, известнейший, выдающийся режиссер, но ни разу не награжден в Армении? Файлак Арушинян постоянно старается, чтобы его признавали и помогали в России, и снимать фильмы и за ее пределами, то есть за пределами России. А с вашей стороны, никакой поддержки сегодня, ни одной награды в Армении.
Что ты, черт побери, такое несешь? Рустам fucking Потехович, whatever the fuck that means? Ուզում եմ ասի Գոր Վարդանյանին լավ նայեք, ինքը այս երկրի հարստությունն է։ Հեսա վաչեից Օսկարը կխլենք կտան Գորին։ Բայց վերադառնանք Քոչարյանի հարցազրույցին Պետրոսի մոտ, որտեվ Նարեկ ասեց, այս բանը մոռացել ես, նենց որ okay, fine։ Այնտեղ կար մի հատ հետաքրքիր զրույց 2004 թվականի փողոցային ակցիայի ծրման մասին։ Այդ բանը մոռացել են, Ինձ էլ ասեց։ 2004 թիվ։ Ցույցը, որը եղավ մոտ 1 տարի։ Բագրամյան պողոտայում։ Տավ Պետրոս Սուհատի կարող եք ասել, քանի մարդ կալանավորվեց անդիմադիր գործիչներից, քանի մարդ դատվեց, քանի դատական process կար այդ ցույցը ծրելուց հետո։ Անուններ բերեք։ Ես չասեցի, որ դատվում էին մարդիկ, ես ասեցի ծեծում ջարդում էին, բայց ինչի դատեք, եթե ծեծեց ցրել եք մարդիկ փախել են։ 0 Ահեն 0 մարդ է ձերբակալվել կամ բերման ենթարկվել։ Կմտածեք դուք, եթե չլսեք դատվող կողմին։ Եվ որ ինքն ասում է այդ ժամանակ որևէ մեկին չեն ձերբակալել, այստեղ շատ մեծ սուտ է ասում, Ես մտածում եմ դուք ինֆակտ կստանաք։ Այո, ու իսկապես այդպես էր, որովհետև 560 մարդ է ձերբակալվել ապրիլի 12-ին։ Հա, Փաստորեն Քոչարյանը խափում էր, կամ մի փոքր կլորացնում էր ոնց որ ձերբակալվածների թիվը, կլորացնում էր դեպի 0, էլի, այդպես մի քիչ։ Դե բայց կարող է ճիշտ ասում Քոչարյանը, կարող է այդ ցույցը ծրելուց հետո ոստիկանապետը կավ Քոչարյանի մոտ ու Քոչարյանը ասեց. Քանի հոգի եք ծրել այդ ցույցի ժամանակ։ Ու ոստիկանապետը պատասխանեց. Չեք բռնել, ոչ մեկի չէ։ Քանի հոգի եք բռնել։ 0, ջան, 0 մարդ են ձերբակալել։ Ուրիշ բացատրություն չեմ տնում, թեխի պետք է այդքան արխային գար ու ասել 0 մարդ են ձերբակալել։ Բայց կար նաև այլ քննադատություն։ Մարդիկ նկատել են, որ Քոչարյանը շատ հաճախ ասում է մի րոպե։ Ով պետք է նկատած լինի դա։ Նկատողը նկատել է։ Դա չէ դժվար է հարցը։ Րոպե, ոչ թե րոպե։ Չանցավ 25 տարի եւ Քոչարյանը հասկացավ, որ լավագույն զենքը Սամայրոնյան ասես դեպքերում։ Բոլորս էլ ունենք ինչ-որ տարօրինակ բաներ, որոնցից բոլորը կպնում են։ Օրինակ Սերգեյն էլ։ Պուտմատս։ Չէ։ Մեքենաս։ Չէ։ Սլուխս, բազմապատկման աղյուսակի 7-ս, ոչիկիս ռազմեր։ Աղջիկները դու եկել ես ցած 15 տարեկան թինեյջեր տղուն բրաուզերի հիստրին ջնջել ես սովորացնում, հա։ Չէ, եկել ես արմ կոմեդիի Սերգեյին 15 տարի նույն կապոտ պիջակը հագնել ես սովորացնում, աղջիկ։ Ահն, լսեցի ու չնեղվեցի։ Հիմա կարող եմ ես չի ուզենա մի 560 հոգու ձերբակալի։ Իհարկե կուզենայի, բայց չեմ անի դա, որովհետև չի կարա։ Չեմ կարա։ Լավ, այլ լուրերից։ Գեոպոլիտիկա ԵԱՏՄ Պուտին։ Մեզ հորդորում են հանրակրվե անել։ ԵԱՏՄ կամ ԵՄ։ Իսկ մենք Եվ ելի եմ ասում, քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, մենք չենք պատրաստվում որևէ այդպիսի հարց դնել, նաև հանրակրվե կանենք այն պահին, երբ որ դրա օբյեկտիվ անհրաժեշտություն լինի։ Այս ինքնավստահությունից եմ ուզում ես եւ ծիրան աճացնողները։ Այս ինքնավստահության տակ նույնիսկ Զադնի դրեց Սարոկյանի ինքերը։ Решительный шаг Մենք պետք է վճռական քայլեր իրականացնենք ԵԱՏՄ շրջանակում մեր մատնանշած հիմնական գաղափարներն իրագործելու համար։ Եթե մենք դա չանենք, իսկ հիմա պետք է արագ գործել, որովհետև այդպիսի ժամանակներ են, եթե չանենք, ԵԱՏՄ-ի գրավչությունը կձգտի 0-ին։ Մենք պետք է հստակ հասկանանք, ինչ որ մեկը ինչ որ շահեր պետք է զիջի, իսկ զիջումների բոլորը պետք է գնան, մեկը շատ, մեկը քիչ, բայց մեր առաջնահերթությունը ԵԱՏՄ-ի արդյունավետությունը պետք է լինի, որ անդամակցողները հասկանան, ինչ կստանան։ Այդտենց բարձրացրեք ձեր արդյունավետությունը, որ մենք նորմալ կողմնորոշվենք։ Ում հետ ենք, մեզ պետք է արդյունավետ գործընկեր, մեծ որ մեր տեղի իմացողներ կան, աշխատեք։ Բայց Պեսկովը մի քիչ դառնացրեց։ Բացի այդ, կա մի մեծ հարց։ Եվրամիության ուղղությամբ ընթանալիս, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող եւ չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Բայց այսքան տարի ձեր հաշվին նույն բանը անում ենք, օրենք ենք ԵՄ ընդունում, դուք օքեյ եք, ինչ եղավ ձեզ։ Իսկ ահա մեզ զորով հանեն ԵԱՏՄ-ից։ ԵՏՄ անդամ երկրները չեն կարող Հայաստանին դուրս հանել միությունից։ Ազատության հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարարը։ Հասկացաք, նենց որ նравится, не нравится, терпите, красавицы,
Որովհետև нас трудно впустить, легко попросить выйти, но невозможно заставить выйти։ Այդ ընթացքում ընտրությունների հետ կապված կոչ արեց Սերժ Սարգսյանը։ Այո, ցավոք սրտի այդքան հետաքրքիր կոչ չէր, ոչ էլ ինչ որ մեկին հետաքրքիր էր, ոչ էլ կապ ուներ նրա հետ, թե ինչ նկատի ուներ, երբ ասեց Նիկոլը ճիշտ էր, նենց որ մնացեք մեզ հետ։ Սերժը չի մասնակցում ընտրություններին։ I know, բայց կոչեր անում է։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեցեք օրվա վիդեո բոցը։ Այսօր իմ սիրած դերասան Սոս Ջանիբեկյանի հետ։ Սոս Ջանիբեկյանը։ Սոս Սարգսյանի հետ։ Սոս Սարգսյանը։ Սոս Թամանյանի հետ։ Ճարտարապետ։ 5 շաբթի stand-up, 5 շաբթի վերջի շանսն է ընտրություններից առաջ։ Էդի էս ինչ շաբթի է, ես գիտեմ էդի մինչև ընտրություն հիմնական դեբատի հետ է համընկնում։ Ոնց որ կարակ, արա два в одном, կարակ գաք մեր հետ բանանեք, հետո գնաք դեբատը նայեք, հետո առավոտը զարթնեք ու մեր արա ողջունումս գիշերը պետք է։ Գիշերը պետք է ուրբաթօրվա սցենարը գրենք։ Առաջ բայց հələ լիքը բաներ կա, որ չեմ հասցրել։ Ես երկրորդ դու արեցի, լավ է։ Բայց բանը ուրբաթօրվանից հետո ինչ, всё, մենք всё ուրբաթօրվանից հետո всё։ Ինքանա դզվելու երգիր է, որ երգիծական ոչ մի հաղորդման իմաստ այլևս չի մնալու։ Ասում էին մեզ 2018 թվականից սկսած, ավելի կոնկրետ մենք խոսենք OnlyFans-ում, որը դիտում են ստատի մենակ պատրոնները, ով որ պատրոնացած չի, այդ OnlyFans-երը չեն դիտում, իրանք էս վերջերս մի 20 րոպեանոց առանձին աղոտ։ Դե всё, էլ չենք երկարացնում։ Միացեք մեր Patreon-ին եւ այսուհետ գազի մարդը ձեր տան հաշիվը մի քիչ ավելի քիչ կգրի։